Ողջույն Ֆրանթվի սիրելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ Աննա Ղուկասյանը, բարև ձեզ։ Ողջույն։ Տիկին Ղուկասյան, այսօր ձեզ հետ խոսելու ենք Գյումրու ընտրությունների մասին, ինչպես արդեն տեղյակ ենք, ընդդիմությունը Գյումրիում հաղթեց։ Սա այլևս ՔՊ-ի ձախողումն է։ Ես ուզում եմ նաև նշել, որ ՔՊ-ն բոյկոտել է եւ չի մասնակցել ապրիլի 16-ին։ Ինչ է սպասվում մեզ ձեզ։ Ձեր կարծիքը սրա վերաբերյալ։ Սարիկ Մինասյանն էլ հայտարարություն էր տարածել, որ հանուն Գյումրիի եւ Գյումրեցու անհրաժեշտ է նոր ընտրություններ։ Դե կարծում եմ ժողովուրդը եւ Փարաքարի եւ Գյումրու արժանապատվորեն իրենց ձայնը բարձրացրեցին, իրենց ձայնը տվեցին իրենց թեկնածուին, իրենց նախընտրած թեկնածուին եւ հետեւաբար այստեղ արդեն մնացած բոլոր քննարկումները անիմաստ են, եթե ՔՊ-ն կամ ՔՊ-ի տղաները ինքը Սարիկ Մինասյանը պես արժանապատվություն եւ ավելի բարձր կամք ունենար եւ այդ կամքը դրսեւորեր, նրանք կարծում եմ ներկա կգտնվեին եւ նիստին եւ ձեռքը կսեղմեին ընդդիմադիր թեկնածուն եւ կշնորհավորեին նրան։ Այսա կլիներ ներողություն ժողովրդախոսակցականով եմ ասելու տղավարի, բայց քանի որ այդ կամքը եւ արարապատվությունը նույնիսկ այսպիսի դեպքերում պակասում է, բնականաբար նրանք պետք է հայտարարեին այն, ինչ հայտարարել են։ Մեզ մնում է միայն շնորհավորել Վարդան Ղուկասյանին եւ շնորհավորել Գյումրիի մեր հայրենակիցներին, որ նրանք կատարեցին ճիշտ ընտրություն եւ այո, ՔՊ-ն պարտվեց։ Սա հրաշալի արտահայտություն է, որը ես չեմ զլանում ամեն անգամ կրկնել։ ՔՊ-ն պարտվեց։ Տիկին Ղուկասյան, խոսենք նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։ Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի օրերին ակտիվորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի շարժման հարցը այլևս փակ է, չի շարունակվելու Հայաստանի Հանրապետությունում, նրանք այդ հարցը այլևս փակել են, հայտարարում է, որ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի անկախության հռչակագրին հղում, հայտարարում է, որ չի լինելու պատերազմ, այլ լինելու է խաղաղություն եւ այս ամենը այն ֆոնին, որ պարբերաբար կրակում են եւ նա կարծես թե ուշադրություն չի դարձնում, հա, այն բանին, որ կրակոցներ կան, մարդիկ բողոքում են, անընդհատ խոսում է խաղաղության պայմանագրից եւ անընդհատ ինչ որ հայտարարություններ է անում։ Դուք ինչ կասեք սրա վերաբերյալ։ Տեսեք, որպեսզի մենք հասկանանք Նիկոլ Փաշինյանի պահվածքը, մենք նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը, ինչ վախեր ունի Նիկոլ Փաշինյանը, եւ եթե մենք ուշադիր նայենք եւ լսենք նրա հարցազրույցները, հատկապես առաջին ալիքին տված, եւ եթե լսենք նրա արտահայտած մտքերը երկրի համար մեկ ամբիոնից, պարզ է դառնում մի ճշմարտություն։ Նիկոլը վախենում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից, Նիկոլը վախենում է անկախության հռչակագրից, Նիկոլը վախենում է հայրենիք բառից եւ նաեւ վախենում է Արցախ անունից։ Կարծում եմ այսքանով հանդերձ պարզ է դառնում եւ նաեւ եկեք գիտեք նրանք կարծես իրար հետ այսպես միջնորդավորված եւ պայմանավորված են աշխատում, եթե ուշադիր ենք եղել, նաեւ Անտալիայում արտգործնախարարի մակարդակով հայտարարվեց Արցախի սահմանադրության մեջ չլինելու եւ այլն, այսպիսի մանր-մունր արդարացումներ արտգործնախարարի կողմից, ինչպես նաեւ եթե ուշադիր լինենք երեկվա, հա, կարծեմ թե այսօրվա տված թուրքական լրատվամիջոցներին Արադ Միրզոյանի, այո, այսօրվա հարցազրույցին նա այնտեղ նշում է, որ ամբողջ հարցազրույցը ինքնին կարծես խնդրանք է Արադ Միրզոյանի կողմից Թուրքիայի իշխանություններին, որ խնդրում եմ ընդունեք խաղաղության մեր խնդրանքը, եկեք խաղաղություն կնքենք, եկեք բարեկամանանք։ Կարծես թե այսպիսի միտում ունի, իհարկե պաշտոնապես այդպես չի հնչում, այնտեղ նա ասում է, որ վերջնական մեր նպատակը այն է, որ դիվանագիտական այսպես հարթակում կնքվի հաստատվի այդ բարեկամական կապը եւ ինչպես նաեւ ժողովուրդների առումով եւս այս նույն մեսիջը եղավ, եթե ուշադիր եք եղել, նաեւ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ վերջերս,
իհարկե ես շատ խիստ կասկածում եմ, որ այնտեղ բոլորը լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին, որովհետև եթե մենք ուշադիր լինենք այդ անձանց, հա, այդպես լրագրողների ոչ վերբալ ազդակներին, ժեստիկուլյացիային եւ մարմնի լեզվի այսպես գաղտնիքները, եթե ուշադիր նայենք, ապա նրանցից ոմանց մոտ հստակ երևում է, որ նրանք ոչ թե լրագրողներ են, այլ միգուցե նաեւ հատուկ գործակալներ, այսպես ասեմ։ Ինչևէ, այնտեղ լրագրողներից մեկի հարցին, թե ինչ ունեք մեզ ասելու, հա, մեր երկրին, մեր ղեկավարությանը, մեր ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը ընդամենը բերեց օրինակ երկու ժողովուրդների ինչ որ սովորույթի օրինակ բերեց, հա, ջուրը փոքրինն է, հետո մեծինը բան sense ինչ որ բաներ եւ այսպես մանևրելով պատասխան տվեց լրագրողին, հասկացնելով, որ մեր վերջնական խոսքը, մեր վերջնական նպատակը մեր եղբայրությունն ու բարեկամությունն է, բայց ինչ ենք կարծում մենք, արդյոք նույն Թուրքիան կամ լավ Ադրբեջանը այսպես վերցնենք, որովհետև Ադրբեջանն է այսօր խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ է կոնկրետ սպասվում կնքվելու, նախ առաջինը ինչ սրտով եւ ինչ ոնց ասեմ, որ ճիշտ լինի, որ կոպիտ չլինի, որ վիրավորական չհնչի, ինչ երեսով ենք մենք խաղաղության գնում Ադրբեջանի հետ, որի բանտերում մենք ունենք տասնյակ եւ միգուցե նաեւ հարյուրավոր գերեվարված հայրենիներ։ Լավ, ինչ երեսով ենք մենք գնում այդ խաղաղությանը։ Բայց այդ տղաների ճակատագիրը ինչպես է լուծվելու։ Բայց այդ տղաների հարցը ուր է մնալու, եթե խաղաղությունը կնքվեց։ Սա մեկ եւ չգիտեմ, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը խաղաղություն կկնքի մեզ հետ, սա ավելի շատ մեր երկրի ղեկավարության ցանկությունն է, քան Ադրբեջանի ինձ թվում է, եւ ինձ թվում է նաեւ Նիկոլը վախենում է Ալիևից եւս վախերից մեկը նաեւ այստեղ կարելի է նշել։ Տիկին Ղուկասյան, ուզում եմ նաև խոսել Մինսկի խմբի լուծարման մասին։ Նիկոլ Փաշինյանը էլի հայտարարել է, որ նա պատրաստ է ստորագրել եւ խաղաղության պայմանագիրը եւ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը հենց նույն օրը եւ նույն վայրում։ Քիչ ուր, հա, Արարատ Միրզոյանը եւս հաստատել է եւ նաեւ այսօրվա տված հարցազրույցների մեջ թուրք լրատվամիջոցներին ասել է, որ այո, Մինսկի խումբը պետք է լուծարվի, որովհետև Մինսկի խումբը ոչ մի արժեք այլևս չի ներկայացնում եւ ավելի շատ կարող է խանգարել, քան ինչ որ բան իրենից ներկայացնել։ Սրա շուրջ ինչ կասեք դուք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը իր իշխանության գալուց ի վեր ինչ արեց նա բոլոր եւ քարոզչական ուղիներով եւ դիվանագիտական հարթակներում նա ամեն կերպ խզեց հարաբերությունները դաշնակից եւ այսպես ասեմ ընկեր բարեկամական ժողովուրդների եւ պետությունների հետ հապկի հետ կապված մենք գիտենք այդ բոլոր իրադարձությունները որ տեղի ունեցան հիմա Մինսկի խմբի հետ կապված նա փաստացի այն բոլոր ուղիները որ կարող են տանել կամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության եւ դիվանագիտական հարթակներում եւ առհասարակ մեր պետականության ուղենիշի բարձրացում նա այդ բոլորը մերժում է եւ ընդունում է բոլոր այն գաղափարները, որոնք մեր պետականությունը իջեցնում են ինչքան հնարավոր է մինչև 0-ի։ Պետականության կորստի առաջ ենք կանգնած այս իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության եւ դիվանագիտության արդյունքում սահմանային անվտանգության հարցեր եւ խնդիրներ ունենք բանակում է այսօր կատարվում չես հասկանում ինչ է կատարվում բարեփոխումների անվան տակ լրիվ հակառակ երևույթ է տեղի ունենում այս բոլորը շատ վախենալու են ճիշտն ասած վախենալու են եւ վտանգավոր որ բոլոր կողմերից կարծես թե մեր Հայաստանի Հանրապետության հեղինակությունը փորձ է անում իջեցնելու Դուք տեսել եք վերջերս իդեպ ոստիկանության զորքերի մարտական հանդերձանքը, որով նրանք ներկայացան իդեպ հանրայնացրեցին պետական, պաշտոնական իրենց կայքերով։ Ես ինքս ծառայել եմ հատուկ նշանակության զորքերում բավականին տարիներ եւ առ այսօր իմ ընկերները ովքեր, իմ մարտական ընկերները ովքեր նաեւ այսօր գործող զինվորականներ են այդ նույն բրիգադում Ես նրանց մոտ երբեք չեմ տեսել այդ հանդերձանքը, որը այսօր կրում է ոստիկանության զորքեր։ Ասում եմ դες լրիվ մարտական
պատրաստվածության ամենաբարձր աստիճանի հասցրած եւ նրանց սաղավարտները, որի վրա կա լուսավորության, տեսանկարահանման եւ այլ սարքերի հնարավորություն, որը ունի հատուկ ջոկատային այսօր, սա ինչի համար է։ Այն զորքը, որը պիտի պաշտպանի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, այսօր մատնված է անտերության։ Այն զորքը ոստիկանական, որը պետք է պաշտպանի կոնկրետ Նիկոլ Փաշինյան անձին, գերազանց պատրաստության է բերված եւ զինված եւ նաեւ հանդերձանքի առումով։ Կարծում եմ հասկանավ իսկ ամեն ինչ պարզ է։ Տիկին Ղուկասյան, մի քիչ վերադառնանք նաև Մինսկի խմբի լուծարմանը։ Ինչ եք մտածում, տեսեք, փաստորեն հրաժարվել են Արցախից, փակել են Արցախի էջը, բայց չէ որ կա արցախահայության վերադարձի իրավունք, եւ փաստորեն սրանով նաև դավաճանում են արցախցիներին, սա շատ կարևոր է, հա, մարդկանց բերել են, պատասխանատվությունից են խուսափում, դուք ինչ կասեք սրա շուրջ։ Տեսեք, նախ արցախահայության հետ կապված կարծում եմ նաև միտումնավոր է արվում այդ բնակարանային հարցի խոստումները, որ ամեն ինչով կապահովի այսօր արցախահայությունը, որպեսզի այսպես ասեմ, հանգիստ իրենց կյանքը շարունակեն Հայաստանի Հանրապետությունում, բայց այստեղ մի վտանգ կա հետաքրքիր, որ եկեք հասկանանք, եթե այսօր արցախահայությանը ամեն ինչով ապահովեցին, որին որ տանում են, եւ նաեւ այս 40+10-ը, այո, աջակցության մի մասը շարունակելու է մնալ եւ մի մասը արցախցիների ամեն դեպքում չի դժգոհելու։ Մի մասը դժգոհելու է, որովհետեւ արդեն իսկ կտրվել է այս աջակցությունից, բայց այսպես ժողովրդին տանելու են այն վերջնական նպատակին, որ մոռանան Արցախի մասին, այսինքն վերադարձ Արցախի վերադարձ չի լինելու։ Ես այսպես եմ կարծում, բայց արցախահայությունն էլ այստեղ պետք է իր քայլը անի եւ համախմբված, այսպես ասեմ, արցախահայությանը անհրաժեշտ է քաղաքական ուժի առաջնորդություն, քաղաքական ուժ, որը ոչ կապված է ներկաների հետ, ոչ կապված է նախկինների հետ, եւ այս առաջնորդությամբ նրանք պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը։ Առաջինը ոչ թե տնտեսական հարցերը, առաջինը որպես ոչ թե այս լինելիության, հա, այդ գումարային հարցը, այլ շատ կարևոր է Արցախի վերադարձի հետ կապված քայլ առ քայլ ծրագրված ինչ ծրագրով պետք է դա արվի։ Պետք է այս հարցի շուրջ եւ այս գաղափարի շուրջ աշխատել, որովհետեւ եթե ամեն դեպքում կարծում եմ իշխանությունը միգուցե ոչ 100%-ով, բայց ինչ որ տոկոսայնությամբ կընդունի արցախցիների պահանջը, բողոքը եւ էլի ինչ որ աջակցություններ կտրամադրվեն, ինչ որ հարցերով կբավարարեն նրանց այսպես ասած, հա, խնդիրները կլուծվեն, բայց այդ տնտեսական եւ այս ֆինանսական հարցերը լուծվելով չի լուծվելու ամենակարևոր հարցը, Արցախի հարցը։ Եվ այդպես էլ փակվելու է։ Եվ կարծում եմ հենց իշխանությունը տանում է նրան, որ վերջնականապես Արցախի հարցը փակվի եւ մենք մոռանանք, որ առհասարակ մենք ունեցել ենք այդպիսի հայկական լեռնաշխարհ։ Ամեն ինչ դրան է տարվում։ Բայց նորից եմ ասում, արցախահայությունը եւ հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ ամենաառաջինը Արցախի վերադարձի եւ Արցախ վերադառնալու հարցը բարձրացի։ Այստեղից են լուծվելու մնացած բոլոր հարցերը արցախահայության։ Դե ինչ շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար, դեռ կհանդիպենք։ Կհանդիպենք, շնորհակալ եմ։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն էր Աննա Ղուկասյանը, կհանդիպենք։